Մոսկվան մերժել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին, որը ցանկանում էր Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում իրականացնել։ Ադրբեջանի իշխանամերձ ԶԼՄ-ների աղբյուրների փոխանցմամբ Մեհդիևը ցանկացել է օգտվել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունից եւ պետական հեղաշրջման ծրագիր է փոխանցել Ռուսաստանին, հույս ունենալով աջակցություն ստանալ։ Ծրագրով նախատեսվում էր ստեղծել անցումային շրջանի պետական խորհուրդ, որը պետք է գլխավորեր անձամբ Մեհդիևը։ Այս ծրագիրը բացահայտվել է Դուշանբեում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմը Բաքվին տեղեկատվություն է տրամադրել Մեհդիևի առաջարկի մասին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության բռնի զավթման, պետական դավաճանության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման մեղադրանքներով։ 87-ամյա Մեհդիևը գտնվում է տնային կալանքի տակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։ Նա հիշատակել է Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, նշելով, որ դրա շնորհիվ երկու երկրների միջև թյուրըմբռնում առաջացրած հարցերն անցյալում են մնացել։ Ալիևը տեղեկացրել է, որ երկկողմ օրակարգում նոր դարաշրջան է սկսվել եւ կարեւորել է միջանձնային ու գործարար շփումների վերականգնումը, ինչպես նաեւ մշակութային հումանիտար ոլորտում գործակցության զարգացումը։ Հանդիպմանն ընդգծվել է նաեւ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև համագործակցության հաջող զարգացումը մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների եւ օդատիեզերական։ Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը, քույր քաղաքների միջև կապերի զարգացումը։ Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանության եւ ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4.7 միլիարդ դոլար։ Երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջեի նախագծի համաձայն այս ուղղությամբ ծախսերը 2026 թվականին կկազմեն 5.1 միլիարդ դոլար։ Այսպիսով Ադրբեջանի իշխանությունները 2026-ից 2029 թվականների ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8.6%-ով։ Այս տարվա համար Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության վրա նախատեսված է ծախսել 4.9 միլիարդ դոլար։ Վրաստանը ցանկանում է վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ճանապարհային քարտեզով։ Կարևոր է, որ տեսնենք ԱՄՆ նոր վարչակազմի քայլերն այդ ուղղությամբ, հայտարարել է վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն հավելել է, որ Թբիլիսին պատրաստ է մոռանալ նախկինում եղած բոլոր խնդիրները եւ քննարկել ցանկացած հարց, որը բխում է երկու երկրների շահերից։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաեւ Եվրամիության հետ հարաբերություններին, նշել, մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակն օրակարգում է։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լկորնյուի կառավարությանը հաջողվել է հաղթահարել ազգային ժողովում երկու անվստահության քվեները։ Կառավարությանն անվստահություն հայտնելու համար բանաձևեր էին ներկայացրել ծայրահեղ ձախ եւ ծայրահեղ աջ կուսակցությունները։ Լկորնյուին հաջողվել է օրենսդիրների բավարար աջակցություն ստանալ այն բանից հետո, երբ նա խոստացել է կասեցնել կենսաթոշակային բարեփոխումները մինչև 2027 թվականը, երբ Ֆրանսիայում տեղի է ունենալու նախագահի ընտրություն։ Լկորնյուն, որը վարչապետի պաշտոնում նշանակվելուց 26 օր անց հրաժարական էր տվել, օրերս վերանշանակվել է այդ պաշտոնում եւ հայտարարել նոր կառավարության կազմը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է հասնել վերջնական հաղթանակի, վերադարձնել բոլոր զոհված պատանդների մարմինները, շարունակել Իրանի եւ նրա աջակիցների դեմ պայքարը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հիշատակի արարողության ժամանակ Նեթանյահուն շեշտել է, որ Իսրայելը դեռ լուրջ մարտահրավերների է բախվում թշնամիների պատճառով, որոնք ցանկանում են վերազինվել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ներկայում կան զգալի հնարավորություններ հարևան արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության առաջին փուլի համաձայն հոկտեմբերի 13-ին Համասը վերադարձրել է ողջ մնացած բոլոր 20 իսրայելցի պատանդներին, որի դիմաց իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։ Կողմերը շարունակում են աճյունների փոխանակումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Նա այսօր ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանից նավթ չեն գնի, դա մեծ քայլ է։ Հիմա ես պատրաստվում եմ համոզել Չինաստանին նույնն անել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով գնումների դադարեցումը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում, դա գործընթաց է, որը շուտով կավարտվի։ Թրամփը հավելել է, Հնդկաստանի կողմից Ռուսաստանի նավթի գնումները թույլ են տալիս Մոսկվային շարունակել պատերազմը, որի ընթացքում Ռուսաստանը նրա խոսքով
պատճառով արդեն 1.5 միլիոն մարդ է կորցրել։ Հնդկաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Թրամփի հայտարարությանը, նշելով. իրենց համար առաջնահերթ է հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունը։ Դա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում եւ դիվերսիֆիկացում, նշել է գերատեսչությունը, հավելելով. ԱՄՆ վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում գործակցությունը խորացնելու գործում եւ այժմ քննարկումներ են ընթանում։ Ռուսական նավթի գնումների պատճառով Սպիտակ տունը բարձրացրել էր Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։